Համարեք, որ այդ 12 միլիոն եվրոն Նիկոլ Փաշինյանին տրվում է Հայաստանը մոլդովական սցենարը ներդնելու համար։ Ավելի վաղ դուք դրա մասին ահազանգել եք հենց Մոլդովայի ընտրությունների մասին գրել։ Սա պարզ է, որ գիտեք, միջև այդ Ռումինիայում գործարկվեց, բավականի կոշտ ձևով, հետո Մոլդովայում գտան դրա գործարկելու ավելի փափուկ եղանակներ, հիմա ավելի կատարելագործված ինչ-որ բան փորձարկելու են Հայաստանում։ Մոլդովայի ընտրությունների գիշերը իմ համար պարզ էր, որ այդ Եվրամիության գլոբալիստական ուժերը կամ եվրոբյուրոկրատիան այլևս որևէ կապ չունի ժողովրդավարության հետ եւ ինքը էլեկտորալ դիկտատուրա է ըստեյության հաստատում եւ Մոլդովայում ֆիլտրումների այդ համակարգը ներդրվեց, որևէ պատճառ չունեմ մտածելու, մանավանդ ձեր մատնանշած տեղեկատվությունից հետո, որ Հայաստանում այդ կեղտոտ մոդելը չեն կիրառելու, որտեղ մանավանդ որ Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովի ամբիոնից օրինակ հայտարարել է, որ երկու նախագահները իրենց թիմերով չպետք է լինեն խորհրդարանում, այս ընտրությունները նրանց վախճանի թե հեռացման մասին է, նման մի բառացի չեմ ասում, բայց բովանդակությունը ներկայացնում եմ այդ հայտարարության, մանավանդ որ այլ նշաններ կան, տարբեր իսայդերական տեղեկատվություններ կան, որ այս կամ այն ուժին մտադիր են ֆիլտրել, չգրանցել, մեկին կահաբեկեն քրեական գործով, մեկին կֆիլտրեն, երրորդին կկապեն լվացվող փողերի ու ռուսական հետքեր չեն գրանցի, չորրորդի պարագայում այլ լուծումներ, ակնհայտ է, որ իրանք գնալու են ֆիլտրումների համակարգի ներդրմանը, այս 12 միլիոն դոլարն էլ եվրոն ստանում են որպես բոնուս կամ պրյանիկ այդ առաքելությունը կատարելու համար։ Ամեն ինչ արվելու է ռուսական հիբրիդային պատերազմի դեմ առնելու համար, նման բան չկա, այդ հիբրիդի որդիները կարելի է կատակով դրանց անվանել, ուղղակի էլեկտորալ ավտորիտարիզմ են հաստատում։ Ցավոք սրտի սրա մասին շատ շուտ եմ ասել, ցավոք սրտի քաղաքական ուժերը լուրջ չեն վերաբերվում նման հեռանկարին, ցավոք սրտի էլի Նիկոլ Փաշինյանը կես քայլ կամ մի քայլ առաջ է, որտեվ նա գիտի ինչ պիտի անի, մեկ կանխատեսելով կամ ենթադրելով մոտավորապես ինչ պիտի անի, ոչինչ չենք ձեռնարկում այդ մեթոդները կանխելու համար։ Մի բան ասել էի, չէ, ձեր եթերում եմ հենց տասնյակ անգամներ ասել, երևի տասնյակ անգամներ, ոչ թե մի։ Որպեսզի նման ավտորիտար տեխնոլոգիաներ չկարողանա Նիկոլ Փաշինյանը կիրառի, քաղաքական բոլոր ուժեր գոնե մի հարցում պիտի ընդհանուր դիրքորոշում ունենան։ Միջև ընտրական ցիկլի մեկնարկը հասնել ամեն ինչի, որ երկրում չլինեն քաղաքականավորներ, որտեղ եթե երկրում կան քաղաքականավորներ, օրինական եւ մրցակցային ընտրությունների մասին մոռացեք առավետ։